գործող է Էլիզաբեթ Պետրոսյանը Էլիզաբեթ Պետրոսյանը քննչական կոմիտե Երևանում քննչական բաժին շարժվել է հաստատությունության վկայի դատավարական կարգավորումով որին նախորդել է Միստանը իրականացված խոզարկությունը ինչպես ինչ խոզարկություն խոզարկություն քննչական գործողություն կատարվել որի արդյունքում հիմա ինքնին քննչական կարգավորումով Լայն տարածում ստացած առավոտյան իջացել լայն տարածում ստացած հայտնի հնարավոր ենթադրյալ ահաբեկչության կազմակերպման երիտասարդին զարթելու հետ կապված շարժման առաջնորդված Սրբազանի վերաբերյալ հարուցված գործի շրջանակներում է եկապահին որևէ տեղեկատվություն այս մասով չեմ կապահորդել, որովհետև խոզարկության որոշման հետ կապված խոզարկության որոշումը չէ պարունակում ավելի փաստական, ավելի առարկայական որևէ առնչություն եւ բնականաբար տրամաբանորեն այդ իսկ պատճառով Էլիզաբեթ Պետրոսյանը ունի վկայի դատավարական կարգավորիչ։ Այսինքն որևէ ենթադրյալ հանցագործության հետ առնչություն Էլիզաբեթ Պետրոսյանի մասով մատնանշված չէ խոզարկության որոշման մեջ, այդ իսկ պատճառով ունի վկայի դատավարական կարգավորիչ եկել են հարցադրություն։ Իսկ ինչպես է գնահատում այդ գործողությունները իրենց տանը իրականացած հաջողականների ընդհանուր առմամբ օրինաչափ եւ իրավաչափ բնույթ են իրենցից ենթադրել, այսինքն ըստ էության որևէ հայտարարություն, դիտողություն եւ իրավախախտ ինչ-որ քննչական գործողության պրոցեսի ընթացքի հետ կապված չեմ կարող նշել, քանի որ դրանք օրինաչափ ձևով են ընթացել։ Շատ լավ, այն ամենասելու բանում եք ըստ էության Ձեր գնահատականը լսել այս գործողություն հատուկ ջոկատայիններ են եկել ազգային անվտանգության ծառայության սա ուղղակի քաղաքական պիստեր է։ Իսկ մենք տեսնում ենք խելառի գլխում ինչա կատարվում։ Մենք հիմա աշխարհին Հայաստանին նայում ենք իր աչքերով։ Այսինքն ամենօրյա խոզարկություններ մեր հետ վերջացնես սկսելու է իր թիմին նույն ձև անել։ Դրանք բոլորին եւ ամեն ինչին կասկածում ամեն ինչի մեջ, որ բոլորը իրադեմ են, ամեն ինչ իրադեմ։ Խելագար ենք։ Վկայի կարգավիճակով եք այստեղ։ Այո, իրավաբանը ավելի լավ։ Հա, դրա մասին խոսեցինք, բայց առավոտից մեկնարկել են խոզարկությունները, ընդհանուրս իրավիճակին կարող եք գնահատական տալ։ Այս բանին դեռ չեմ կարող, որովհետև լիարժեք ինֆորմացիայի դաշտում չկատարվում չեմ տիրապետում, հեռախոսս ագրավել է, դրա համար մի քիչ աշխատից կտրված է այս բանը։ Իսկ հարցեցիք փոփոխություն ունեին ձեր հեռախոսը ագրավելու եւ ընդերադարձնելու։ Բերեցին որոշում, դատարանի որոշում էր կարծեմ, որում գրված էր այդ ամեն ինչը, որ ինչ-որ խոզարկություններ եւ այլն հեռախոսս մի անգամից ագրավեցին։ Այ իրենք եւս արգրավել են։ Ինչ-որ հաստատություն դերվել են այստեղ։ Չէ, նման միակ բանը որ արգրավել է դա հեռախոսը։ Իմանալություններ են անցկացվել, որևէ իդեր չեն արգրավելու իշա։ Ըստ էության դա այդ համել նախաքննության գաղտնիության ինստիտուտը հարգենք եւ այս իմաստով մանրամասներ քննչական գործողության ընթացքից եւ արդյունքից չհրապարակեն, քանզի դա եւս ենթադրում է քրեական պատասխանատվություն։ Շատ լավ, Սեփրան, պատկերացնում եք մոտավոր ինչքան կտևի այստեղ քննությունը։ Բացարձակ գաղափար չունեմ։ Շատ լավ,